Իշխանյան, դուք ինչպես կգնահատեք տեղի ունեցած թե Ավետիք Չալաբյանի մասով, թե դրան նախորդած ձերբակալությունների կալանավորումների։ Տեղի ունեցածը արդեն 2018-ից գնահատականը տրված է, Հայաստանը գտնվում է օկուպացիայի մեջ, անլեգալ իշխանություն է, որը զավթել է իշխանությունը ժողովրդից, ընտրակեղծարարությամբ, ձայնագողությամբ, էթնիկ զտմամբ, Արցախում ցեղասպանության հանցակցությամբ, ինչպես նաև սահմանադրական կարգը մի քանի անգամ տապալելով, այսինքն մեր տարածքները, Գորիս-Կապան ճանապարհը, Տավուշի տարածքները առանց մեզ զգուշացնելու, հանձնելով, ինչպես նաև եկեղեցու վրա սահմանադրության 17-րդ հոդվածը, 18-րդ հոդվածը ոտնահարելով։ Այսինքն մենք գործ ունենք մաֆիայի ահաբեկչության դեմ, պայքարի մեջ ենք, ու այս գործը հատկապես հատկանշական է նրանով, որ անմեղավորսության այս բնույթը շատ ավելի ընդգծում հենց այս մարդու նկատմամբ, որ կրկին բռնել են։ Սրանց մոտ բան է, չէ՞, նորից չեն բռնում են կրկին։ Նայեք, Ավետիք Չալաբյանին մի անգամ արդեն 2022 թվականին գլխին գործ էին սարքել եւ ազատազրկել էին։ Այդ ազատազրկելու ժամանակ մի քանի ամիս ինքը մնաց ազատազրկված։ Հետո դատանի դահլիճից իրեն բաց թողեցին, արդարացրեցին, ասեցին դե այդ օրենքը, չգիտեմ, այդ բան Վենետիկի հանձնաժողովն էր գնահատական տվել այդ օրենքին, որ համապատասխան չի բան նորմալությանը ու բաց թողեցին։ Հիմա փաստորեն այդ մարդը իր կյանքի մի քանի ամսից զրկվել է։ Ո՞վ է պատասխան տալու այդ մարդուն ապօրինի իր կյանքից ազատազրկելու համար։ Արտաբյուջետային թոշակ են բարձրացնում, արտաբյուջետային առողջապահական հարցեր են լուծում, ապահովագրություն են անում որպես ընտրակաշարք ընտրություններից առաջ։ Իսկ այս մարդկանց այս տարիների 8 տարիների արդեն քաղ հալածյալներին, քաղ բանտարկյալներին այդ կյանքի կորուստները ով է փոխհատուցելու։ Մենակ Ավետիք Չալաբյանի մասին չի խոսքը։ Արմեն Աշոտյանը եւս կրկնակի բանը, չէ, կալանավորված է։ Հիմա այս անմեղավորսը դադարեցնելու համար երկու տարբերակ կա։ Օրինակ Ստալինյան ժամանակաշրջանում Ստալինը իր կյանքից հեռացավ, Խրուշչովը եկավ, ձնհալը սկսվեց, այնտեղ մեղավորներին պատժեցին այդ 37 թվի բռնաճնշումների համար եւ 37 թվի մարդկանց արդարացրեցին։ Մյուս ճանապարհը հեղափոխությունն է։ Եթե ժողովրդից վերցրել են իշխանությունը, չէ, սահմանադրության երկրորդ հոդվածն է, տեսանք ոնց ձայները գողացան իրանց այդ բանով, կենտրոնական ընտրականով եւ այլն։ Ուրեմն պետք է ժողովրդին վերադարձնել իշխանությունը։ Ժողովուրդը պետք է վերադարձնել իշխանությունը։ Նշում է, եթե ձայները գողացված են, կեղծված են, ժողովուրդը կարող է դուրս գալ փողոց, լծվել հրապարակներին։ Նախ եւ առաջ ինքը պարտավոր է իր թաթիկները կտրի, որովհետեւ ինքը ասել է, դա կա արձանագրված, որ եթե ես ձայն գողանամ, թաթիկներս կտրելու եմ։ Երբ որ ինքը իր թաթիկները կկտրի, այդ ժամանակ ժողովուրդը կորոշի, ժողովրդի որոշելիքն է, թե ինքը երբ է իր իշխանությունը վերադարձնելու։ Քանի որ մենք գործ ունենք մաֆիայի հետ, ահաբեկչական խմբավորման հետ, ժողովուրդը պետք է իմաստուն լինի, հասկանալու համար, թե երբ պետք է վերադարձնի ինքնին իշխանություն։ Բայց կրկնում եմ, այս պահին նախ եւ առաջ ժողովուրդը սպասում է, որ իրենք իրենց խոստումը կատարեն, կտրեն իրենց թաթիկները, ինչպես խոստացել են, եթե պետք է բարոյական աջակցություն էլ դրա համար կցուցաբերվի ժողովրդի կողմից, դրանից հետո արդեն ժողովուրդը կսկսի իր բանը վերականգնել։ Իսկ թե ինչպես պետք է դա տեղի ունենա, կարող եք նայել Նիկոլ Փաշինյան գործչի Պետրոս Ղազարյանի մոտ հարցազրույցը, թե նա սենց դասագրքային բացատրում է, թե ինչպես է պետք ինչ է պետք անել, որպեսզի ժողովուրդը վերադարձնի իրեն իր իշխանությունը։ Իշխանյան, իշխանության տրամաբանությունը կամ բացատրությունը, օրինակ դուք նշում եք, որ առողջապահության պարտադիր, այո, ապահովագրությունը, թոշակների բարձրացումը դա ինքնին ընտրակաշարք է, իրենք էլ ասում են դա ոչ թե ընտրակաշարք, այլ ծրագրեր ա, որոնք մենք իրականացրել ենք ներողություն ու ի տարբերություն ընդդիմության մենք ոչ թե հարկադրել ենք, որ սրա դիմաց գնացեք մեզ ձայն տվեք, այլ պարզապես մենք իրականացրել ենք ծրագիր։ Հիմա եթե ընտրողը որոշի, որ մեզ դրա համար պետք է ձայն տա, ինչու՞մն է խնդիրը։ Դուք հարկ վճարում եք, ճիշտ է։ Դուք ժողովրդի մաս եք, որ իշխանությունը պատկանում է ձեզ։ Մենք բոլորս այստեղ, դուք, ես, մեր օպերատորները, կանգնած մարդիկ, այստեղ ովքեր եկել են աջակցելու,
Հայաստանի Հանրապետությունում երկրորդ հոդվածը սահմանում է իշխանությունը պատկանում է ժողովրդին, այդ իշխանությունը իրացնելու համար նա ազատ ընտրությունների հանրաքվեի միջոցով իրացնում է այդ բանը իշխանությունը։ Հիմա դրա համար ժողովուրդը ընտրել է խորհրդարան։ Այդ խորհրդարանը իր մեջից ընտրում է վարչապետ։ Վարչապետը ստեղծում է կառավարությունը։ Կառավարությունը ամեն տարի բերում է բյուջեի ծրագիրը, ցույց է տալիս խորհրդարանին, ովքեր ուղարկվել են ժողովրդի կողմից ազգային ժողով, եւ խորհրդարանը նայում է այդ բյուջեի ծրագիրը, հասկանում է թե ժողովուրդը իր ընդեղ ուղարկածները ինչ հարկ պետք է վճարեն ինչ ծրագրերի համար եւ հաստատում է։ Այստեղ իրականանում է ժողովրդի իշխանությունը, չէ՞։ Մենք հաստատեցինք։ Հիմա երբ որ դու արդեն հարցեր ես լուծում առանց ինձ ձեզ ոչ մեկին չի ասել դրա մասին, չէ՞։ Չի ասել մենք ձեր հարկերից վերցնելու ենք 10,000 դրամ ավելացնենք թոշակառուներին կամ առողջապահության համար ավելացնենք։ Մեզ ոչ մեկ դրա մասին չի հարցրել։ Դե հա, դա մաֆիան առհասարակ երբ որ բաց քարտերով է խաղում, ակնհայտ է ինչ է անելու։ Դա հարցի մյուս կողմն է, բայց մենք խոսում ենք իրավական պետությունից, քանի որ ըստ մեր սահմանադրության Հայաստանը նաև իրավական պետություն է։ Հիմա մեզ չեն ասել, որ ձեր հարկը օգտագործելու ենք այս հարցի շուրջ, դա հաստատված չի եղել։ Արտաբյուջետային ապօրինություն են իրականացել, հասկանում եք։ Դրա համար է որ այս իշխանությունը առհասարակ մեր, ձեր, այս բոլորիս կյանքը կառավարելու իրավասություն չունի, որտեղ ինքը թռնում է մեր գլխից։ Ինքը սահմանության երկրորդ հոդվածի վրայով թռնելով համ տարածքներն է հանձնում, համ ձայներն է գողանում, համ արտաբյուջետային այդ ծրագրերն անում, որ վերարտադրի իր իշխանությունը։ Համ էլ ասենք ԱԱՑ-ից կարած գնաս փաստորեն կարակ դուք այսօր գնաք օթանավակայան, ԱԱՑ-ն ձեր բանը ձայնագրություններ, տեսագրությունները տարածի ու տենց մի հատ ինչ-որ մաֆիայի պարագլուխ դուրս գա ասի ԱԱՑ-ն ինչ կուզի կտարածի։ Բայց մի չհասկացա, բանձի անդրմխելիությունը, այսինքն սահմանադրության վրա են ընդհանրապես իշխանության, թե հայկական ժամանակ թերթի։ Հայկական ժամանակ թերթի։ Անձանցից մեկը հրապարակել էր նաև Մամբետ Գրիգորյանի լուսանկարը, Հա, հիշում եք, հա։ Այո, որը հայկական ժամանակն էր տպագրել։ Եթե օրինակ դա ստանար իր արժանի պատիժը, հա, հրապարակողը այդպեսի վիճակում։ Հա, չէ՞ լինի այս։ Սա կլիներ։ Ոչ, իհարկե չէ լինի։ Ընդհանրապես այս բռնապետական եւ ահաբեկչական տրամաբանությունը այդպես է աշխատում։ Ինքը ինչքան հանցանք անում է եւ այդ հանցանքի համար չի պատժվում, այնքան շարունակում է իր հանցանքը։ Շատ հեռու չգնանք։ Վերցնենք Օսմանյան կայսրությունը, որտեղ մեր 2 միլիոն հայերին կոտորեցին, բազմամիլիոնանոց սփյուռք ստեղծեցին եւ այլն։ Տարիներ շարունակ մենք պայքարում ենք ցեղասպանության ճանաչման համար։ Նրանք շղթում են։ Հիմա բերել են մեկին, ով ասենք իմ պապուն, իմ մեծ պապիս հորը, որին գլխի վրա վառել են, սրանք ասում են ինքն է մեղավոր, որ գլխի վրա վառել են։ Կամ ասենք Պողոս Զենյանը, որ մեծ ստատուս ամուսինն էր, դպրոցում աշակերտների հետ վառել են, սրանք եկել են ասում են, որ այդ աշակերտներն ու բանն է, Պողոս Զենյանը, Չմշկացակի դպրոցի տնօրենն էր, իրանք են մեղավոր։ Էս է, հասկանում եք, երբ որ չի պատժվում հանցագործը, նա շրջում է փողոցներով։ Մեր խնդրեմն այն է, որ նա ոչ թե հիմա շրջում է փողոցներով, այլ զբաղեցնում է մեր կառավարությունը, մեր կառավարության շենքերը։ Դուք ըստ էության երկու ճանապարհ նշեցիք, որոնցից մեկը Մյուսն է բնական, հա, բան, կենսաբանական։ Այո։ Հիմա ժողովրդին ով պետք է մի տեղ հավաքի, ով պետք է հանի փողոց, ով պետք է ասի թե այս քայլից հետո որ քայլը պետք է իրականացվի։ Ի վերջո որևէ մեկը պետք է առաջնորդի։ Այո, իհարկե, եւ առհասարակ հեղափոխությունները հենց այդպես էլ լինում են։ Ինքը դուրս է գալիս ժողովրդին։ Ի վերջո, եթե մենք վերցնենք Նիկոլ Փաշինյանին, ինքը հենց այդ 90 հետ սովետական անարդարություններից դուրս եկած այդ երիտասարդներ, որ այնտեղ, չգիտեմ, Իրան համալսարանից դուրս էին հանում, տշում էին, այնտեղ 95-96 թվականին ընտրակեղծիքներ էին լինում, չգիտեմ, ինչ որ տարբեր խմբերի Հայաստանում ճնշում էին, խտրականության էին ենթարկում։ Ի վերջո, այս տղան այդ դրա մեջից դուրս եկած այդ հնարավորություններ, մի քանի հոգի տենց հնարավորություններ, այս մեկը եկավ գողացավ ժողովրդի հեղափոխությունը, որովհետև այդ պետք էր 2018-ին մարդիկ ուզում էին այդ հետսովետական անարդարության շրջանը վերացնեին, ընտրակեղծարարություններ, չգիտեմ, ասենք օրինակ բանակից փողով եւ այլ ապօրինի ձևով իրենց երեխաներին ազատելը, չգիտեմ, հարուստները ավելի հարստանան, աղքատները ավելի աղքատանան, այս ամբողջ այս բանի մեջ վերցրեց այս տղան Նիկոլ Փաշինյանը, որը դեղին մամուլի խմբագիր էր,
զազրախոս, ինքը վերցրեց մեջից դուրս եկավ ժողովրդի այսպես ասած ու հաջողության հասավ։ Հիմա նույնը այս իրավիճակում պետք է լինի։ Հենց այդ ժողովրդի մեջից դուրս գալով, այս տարիների ընթացքում այս պայքարների մեջ տանջվելով, սովորելով, կապեր ձեռք բերելով, հմտանալով, ինքը պետք է հասնի այդ վիրուսին ոնց է բանը վիրուսը դառնում իշխանությունը ինչ որ պայից, երբ որ բռնապետականա դառնում, հետո անտիվիրուսն է սկսում աշխատացնել, որ այդ վիրուսը մաքրես։ Հիմա այդ process-ի մեջ ենք։ Հիմա երբ դուրս գա այդ անտիվիրուսը, երբ հաջողության կհասնի, իհարկե հասնելու է։ Ես ինչքան խոսացի։